Բարի երեկոթիկներ եւ բարոնայք, բարև ձեզ Լիաննա եւ Ռաշիդ։ Հայաստանի Հանրապետության Կենտրոն վարչական շրջանի քաղաքացիական կաթության ակտերի գրանցման տարածքային բաժինը ողջունում է ձեզ եւ շնորհավորում այս ամենագեղեցիկ եւ ամենակարևոր օրվա կապակցությամբ։ Անշուշտ ամուսնությունը ամենակարևոր քայլն է մարդու կյանքում։ Քանի որ կյանքում ամեն մեկին բախտ չի վիճակվում գտնել իր իրական կեսին, սիրել եւ հոգ տանել ողջ կյանքի ընթացքում։ Ճակատագիրը ձեզ շնորհել այս բացառիկ երջանկությունը եւ դուք այսուհետ այսպես սիրով ձեռք բռնած անցնելու եք ձեր կյանքի նոր ճանապարհը, կերտելու եք ձեր երջանիկ ապագան եւ կառուցելու եք ձեր հայ ավանդական ամուր ընտանիքը։ Ամեն դեպքում մենք հայ ենք, իսկ հայի գենը ուժեղ է։ Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի ամուսնության համար պարտադիր պայման է տղամարդու եւ կնոջ փոխադարձ համաձայնությունը եւ իհարկե չափահաս լինելը։ Թանկագին Լիաննա եւ Ռաշիդ, թույլ տվեք տեղեկացնել, որ ամուսնության պահից ի վեր եւ ողջ ընթացքում զույգը ձեռք է բերում հավասար իրավունքներ, պարտականություններ եւ պարտավորվում է ամուսնական փոխհարաբերությունները կառուցել փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա։ Եվ այսպես, թանկագին Ռաշիդ Սարախզյանի, դուք համաձայն եք, որ Լիաննա Մուսիսյանը դառնա ձեր օրինական կինը, պարտավորվում եք սիրել եւ հոգ տանել ողջ կյանքի ընթացքում, լինել հավատարիմ եւ ձեր ողջ կյանքը կիսել նրա հետ։ Rashid Sarakhsiani, do you agree to take Lianna Movsisyan as your lawful wife? Yes, այո, համաձայն է, ծափարենք հեսացին։ Գեղեցկուհի Լիաննա Ավետիքի Մովսիսյան, դուք համաձայն եք, որ Ռաշիդ Զյանին դառնա ձեր օրինական ամուսինը, պարտավորվում եք սիրել, հոգ տանել եւ ձեր ողջ կյանքը կիսել նրա հետ, համաձայն է, ծափարեցումներ։ Please sign here. Խնդրում եմ ստորագրեք այստեղ։ Իսկ հիմա մեր գեղեցկուհի հասնացուն։ Ես խնդրում եմ վկաներ Էրիկ Վարդանյանին եւ Համիկ Մովսիսյանին մոտենան եւ փաստի արկայությունը նույնպես ամրագրեն ստորագրությամբ։ Եվ այսպես համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի ինձ վերապահված իրավունքով ձեզ հայտարարում եմ այսուհետ ամուսիններ։ I declare you husband and wife. Իսկ հիմա թույլ տվեք ամուսնության այս վկայականը հանձնել ձեզ եւ թող այն դառնա երջանկության բանալի եւ բացի կյանքում բոլոր դռները ձեր առջեւ։ Ծափարենք նախ եւ առաջ։ Rashid, you may now kiss the bride. Փեսան կարող է համբուրել հարցին, շնորհավորել։ Ծափարեցումներ։ Իսկ այժմ տեղի կունենա մատանիների փոխանակման արարողությունը։ Խնդրեմ շնորհակալություն։ Մատանին հնուց ի վեր համարվում էր մի խորհրդանիշ, որը չուներ սկիզբ եւ վերջ։ Այն խորհրդանշում էր հավերժ սեր։ Մատանին կրում են ձախ ձեռքի մատն է մատին, որովհետև այդ մատի միջով է անցնում այն ներվը, որը տանում է դեպի սիրտը։ Կրելով ամուսնական մատանին դուք հավերժ կհիշեք այն խոստման մասին, որ տվեցիք միմյանց եւ մեր ներկայությամբ։ Եվ այսպես, ծափարությունների ներքո Մաբրուկ նետամաննա լեքոմ ալսայադա, շնորհավորում եմ եղեք երջանիկ, 7 զավակով սեղան նստեք, թոր ձորով տունը լցնեք, մեկը զանգակ, մյուսը բամբակ, եւ ձեր սերը գինու նման ինչքան որ հին, այնքան անգին, թող ձեզ բերի երջանկություն, սեր, խնդում եւ շատ բարիքներ, շնորհավորում եմ եղեք երջանիկ։